Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի զինծառայությունից գումարի դիմաց ազատ արձակվելու նախագծին։ Նախքան քվեարկությունը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագծի հեղինակին հետ քաշել այն, չընդգրկել հունիսի 17-ին մեկնարկող ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում և ազգային ժողով բերել նախագիծն աշնանային նստաշրջանում, քանի որ այն խնդրահարույց է մի շարք առումներով։ Սակայն Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հետ չի քաշելու նախագիծը, քանի որ այն բավականին երկար ժամանակ է, ինչ քննարկվում է։ 2025-ի ապրիլի դրությամբ Հայաստանում բազմաբնակարան շենքերի 1662 գործարք է իրականացվել։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն այդ թվից Երևանում է իրականացվել 1289 գործարք, որը կազմում է գործարքների 77.6%-ը։ Սյունիքում իրականացվել է 37, Կոտայքում 89, Շիրակում 62 գործարք։ Վայոց ձորում էլ իրականացվել է 12 առուվաճառքի գործարք, որը կազմում է ընդհանուր գործարքների 0.7%-ը։ Հայաստանը կթարմացնի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Արցախից բռնի տեղահանվածները բնակարանային աջակցության հայտեր են ներկայացնում։ Ցանկության դեպքում դիմողը կարող է ընտրել տարբերակներից մեկը՝ բնակարան կամ առանձնատուն գնել, տուն կառուցել կամ առկա հիփոթեքը մարել։ Օգնության չափը տատանվում է 2-ից 5 միլիոն դրամի սահմաններում ընտանիքի յուրաքանչյուր անդամի, այդ թվում երեխաների համար։ Գումարը կախված է տարածաշրջանից, հեռավոր քաղաքներում և գյուղերում աջակցությունն ավելի մեծ է, Երևանում չի տրամադրվում։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունել է Ալեքսանդր Թիմանի գլխավորած արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկայացվել է առաքելության այցի նպատակը, քննարկվել են ընթացիկ մակրոտնտեսական, ֆինանսական շուկայի զարգացումներն ու դրամավարկային քաղաքականությունները, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային միջավայրից բխող հնարավոր ռիսկերն ու դրանց ազդեցությունը մակրոտնտեսական միջավայրի և ֆինանսական համակարգի վրա։ 2025-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 13.6 միլիարդ դոլար է։ Արտաքին պարտքը կազմել է 7.6 միլիարդ դոլար, իսկ ներքին պարտքը 6.55 միլիարդ դոլար։ Տվյալները ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Բլումբերգը հաղորդում է, որ նավթի գները 13%-ով բարձրացել են այն բանից հետո, երբ Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին, ինչը մեծ պատերազմի մտավախություններ է առաջացրել տարածաշրջանում։ Brent նավթի գինը գերազանցել է $78 մեկ բարելի համար։ Ոսկու արժեքը նույնպես բարձրացել է, հասնելով $3500 մեկ ունցիայի համար, մոտենալով ռեկորդային ցուցանիշին։ Եվրոպական միության երկրների միջուկային էներգիայի ընդլայնման ծրագրերը կպահանջեն 241 միլիարդ եվրոյի ներդրում և նոր ֆինանսավորման գործիքներ, մասնավոր ներդրողների համար հսկայական ծախսերը պակաս ռիսկային դարձնելու համար։ Եվրամիության երկրները մշակել են ծրագրեր մինչև 2050 թվականը իրենց միջուկային էներգիայի հզորությունը ընդլայնելու մինչև 109 գիգավատ, այսօրվա 98 գիգավատի փոխարեն։ Ծրագրերը կպահանջեն 205 միլիարդ եվրոյի ներդրում նոր ատոմակայաններ կառուցելու համար, գումարած 36 միլիարդ եվրո գործող ռեակտորների կյանքը երկարացնելու համար։ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կներկայացնի եվրոպական արդյունաբերության ռազմականացման ուղղված միջոցառումների նոր փաթեթ։ Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը կշարունակի հարմարվել և կատարելագործել Եվրամիության ռազմականացման իր ծրագրերը, որոնք նախատեսում են ներգրավել մինչև 800 միլիարդ եվրո փոխառու միջոցներ, այդ թվում 150 միլիարդ եվրո Եվրամիության մակարդակով եվրոպական պաշտպանական արդյունաբերության մեջ ներդրումների համար։ Սուզուկին դադարեցրել է Swift մոդելի արտադրությունը հազվագյուտ մետաղների արտահանման սահմանափակումների պատճառով։ Չինաստանի կառավարությունը ապրիլից սահմանափակել էր 7 տեսակի հազվագյուտ հողմետաղների արտահանումը ի պատասխան Միացյալ Նահանգների մաքսային տուրքերին։ Այս խնդիրներն արդեն սկսում են ազդել նահանգների և Եվրոպայի արտադրության վրա։
2025-ի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ հակառակուղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի ուղևորների ցուցակի առկայությամբ։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով եւ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։